Արադս արգելայնակիցներ շարունակում ենք երեկվա հաղորդումը, որը կիսատ մնաց ժամանակի սղության պատճառով։ Մենք հասանք այնտեղ, որ Յուրի Սարգսյանի Արարատյան լեռների գաղտնիքը, որը գրակ քննադատել եւ ջախջախիչ մեկնություն էր կատարել Արա Հովհաննիսյանը, ես կարդացի ձեզ մինչև 8-րդ մասը, կշարունակեմ նույնպես կարդալ, բայց մեկ տարի հետ գնացի, որպեսզի ձեզ ցույց տամ, թե այս գիրքը շնորհանդես է ունեցել եւ իր քանակով 300 օրինակով եւ շնորհանդեսի այդ գրքերի քանակությունը դուք չեք ճարի, ասեցի, որ հիմնականով դրանով հետաքրքրված են ռուսերեն իմացող ադրբեջանական գիտնականները, որոնք ձեռք են բերել այդ գիրքը եւ մանրամասը ուսումնասիրում են, թե որտեղ պետք է կցել արդեն իրենց պատմությունը եւ ինչ հիմունքների հիման վրա, որովհետեւ գիրքը մի քանի տեղից նույնիսկ Հայք Նահապետից առաջ արդեն մեր պատմության դարբասները բաց է անում մեր այսօրվա թշնամիների առջեւ, այսպիսի գիրք է գրված։ Եվ բոլոր դեպքերում շարունակենք ծանոթանալ այս անձնավորության հետ, մինչև կարդալը, այդ տեքստը, որը կարդացվում է, կարդում էի, ուրեմն Յուրի Սարգսյանը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում, ազգային անվտանգության ծառայության վետերան է, այսինքն KGB-ի աշխատող է, ազգային անվտանգության ծառայությունը KGB-ի ականջդ կանչի, հիշենք Վահե Ավետյանին Շվեդիայից, որը հաղորդումներ առաջ, երբ որ մենք Արմեն Մելիքյանի հետ հեռուստակամուրջի վրա էինք, նա գոռգոռալով, տակ-տակ ձայնով հայտարարում էր, որ այսօր պատմության եւ գրականության մեջ նախկին KGB-ի աշխատողներն են, ահա վառ օրինակ Յուրի Յուրևիչ Սարգսյանը, որը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Դաշնության մեջ եւ գիրք է գրել, մի հատ գիրք է գրել սաղ կյանքում, այն էլ պատմական գիրք է գրել, 400 էջանոց, 300 տպաքանակով, ամբողջ հայկական իրադարձությունները խառնվել են իրար, թե այսիշ գիրք է, այսինչ է կատարվում, ինչու այդ գիրքը ոչ թե հայերի համար է, որ կարդան հայերեն, այլ ռուսերեն իմացող օտարազգիների համար է, որոնք այն էլ մեծ հաջողությամբ կեղծում են ամեն ինչ։ Եվ այսպես, բացի դրանից, որ նա ազգային անվտանգության ծառայության վետերան է, մեկենաս արծաթե խաչ, ազգի պարծանք, խաղաղապահ ասպետական իշխանանշանների կրող։ Ուրեմն սա արդեն հետաքրքիր է, որովհետև պետք է բացենք կենսագրությունը եւ տեսնենք ով է Յուրի Յուրևիչ Սարգսյանը։ Բիոգրաֆիան այսպես է նրա։ Սա վերցված է էնցիկլոպեդիա Հայազգ, այսպես ռուսերեն էնցիկլոպեդիա կա, նկարն է տեղադրված, դուք էլ կարող եք գնալ եւ տեսնել, վզից կախված է անհասկանալի մի խաչ, կապույտ գույնի, որը կոչվում է Օրդեն Մեծանատ, այսպեսի մի բան, դուք ինքներդ կտեսնեք, ես դա չեմ ցուցադրի։ Բիոգրաֆիան այսպիսին է, 1976 թվականին ավարտել է հայկական դպրոցը Վրաստանի Շահումյանի պասյոլոգի, այսպես է գրած, ռուսերեն է գրած, մի անգամից թարգմանում եմ։ Դպրոցից հետո я поступил, այսինքն իր ձեռքով է գրել в Երևանский политехнический институт имени Карл Маркса на факультет գիբեռնետիկի, շատ հաճելի է, որտեղ ես էլ եմ ավարտել գիբեռնետիկայի ֆակուլտետը, առաջի շրջանավարտն եմ, ինձանից բավականին հետ է եւ փոքր։ Նրանից հետո գիբեռնետիկ Յուրի Յուրևիչ Սարգսյանը անհասկանալի է, թե
կենսագրությունը շաղ է գալիս, որովհետև միանգամից այստեղ գրած է ավարտելով հավանաբար Կարլ Մարքսի անվան ֆակուլտետը կիբեռնետիկայի գծով հանկարծ հայտնվում է окончил высшую школу КГБ СССР имени Ձերժինսկիը Պարզ է, ուրեմն Վահե Ավետյանը միանգամից գտավ, որ ամեն ինչ այսօր նախկին սովետական կագեբեիշտիկների ձեռքին է և արտադրությունների թալանը և պատմության աղավաղումը և առևտրական, այսպես ասած, հափշտակումներն ու գործարքները կագեբեի աշխատողների նախկին սովետական, ահա կենդանի վառ օրինակ, տեսնենք հետո ինչով է զբաղվեց, ուրեմն դրանից հետո учредитель торговой компании Золотая Гроздь, այսինքն հիմնադիր է առևտրական կամպանիայի, որը կոչվում է Золотая Гроздь, ոսկե ողկույզ, խաղողի գործ, առևտրով է զբաղվում, կիբեռնետիկը, որը նաև կագեբեշտիկ է, Нине является директором по развитию վինո-կանյաչного завода Տավինկո, Արմենիա, այսինքն հիմա էլ հանդիսանում է գինա-կոնյակային գործարանի Տավինկոյա կոչվում, դիրեկտորը по развитию այդ նշանակում է առնում է գինին կոնյակը, Հայաստանում, անունը դրել է Տավինկո, քանի որ ինքը բացել է Տարգով է կամպանիա Զալատայա Գրոստ և վաճառում է Ռուսաստանում, այսինքն սկսեց գիբեռնետիկայից, խորացավ կագեբեի մեջ, դարձավ առևտրական, հիմա էլ սպիրտային ըմպելիքներով թունավորում է Ռուսաստանը, հավանաբար Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի այսպիսի ձեռնարկության դեմ, որովհետև առանց էլ Ռուսաստանին, ռուս ժողովրդին շատ են թունավորում աջից ձախից։ Հիմա տեսնենք նվաճումները, դաստիժենիը։ Այստեղ գրած է, որ անհասկանալի է, գիբեռնետիկ, գինեգործ, խաղողագործ, կագեբեշնիկ, սպեկուլյանտ առևտրական, Տավինկո, սպիրտի վաճառական, հանկարծ գրած է, որ ակադեմիկ է և орден Слава нации, общественное движение Добрые люди мира, орден Меценат Международного благотворительного фонда Мецената Столетия, բարեգործական, орден Миротворец, խաղաղություն տարածող, Международного альянса Миротворец, մեդալներ ունի։ Եվ այսպես արդեն ծանոթացաք, որ նաև գեներալնի դիրեկտոր կամպանիի նանե ծնվել է 58 թվականին 16 դեկտեմբերի Սարգսյան Յուրի Յուրիևիչ, ուրեմն Արա Հովհաննիսյանը անհանգստացած այս միակ գրքով 300 տպաքանակով գիրքը մեզ հասցրեց այնտեղ, որ մենք մոտիկից ծանոթացանք այս հեղինակին Յուրի Յուրիևիչ Սարգսյանին, որը Վրաստանում հայկական դպրոց է ավարտել, հետո կագեբեշտիկ է դարձել, առաջ մինչև գիբեռնետիկ, կագեբեշտիկ, սա կոնյակագործ, բոլորը կայով են սկսվում, տեսեք ինչ է, կակայով է զբաղվել և Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկ ինստիտուտն ընդունվել։ Հիմա էլ անհանգստացրել է հայագիտությանը, թե ինչ է մտածել, ինչ նշանակումով է այդ բոլորը անում, երևի ազգային անվտանգության ծառայությունները Օսկանյանի գործը մի կողմ կթողնեն, կզբաղվեն Յուրի Յուրիևիչով, որը որ այսպիսի գործեր է անում հայկական պատմության և գինեգործության մեջ և ընդհանրապես հետաքրքիր կենսագրություն է, թե ինչպես կարող է գիբեռնետիկը դառնա ակադեմիկ,
KGB-ի աշխատողը դառնա իրավաբան, որտեղ առաջի մասը ասում իրավաբան էլ է բանից դուրս է գալի։ Սա հատկապես երևի այն շրջանն է, երբ որ Մայակովսկայ մետրոյի մարմարապատ սրահում եւ դռների մոտ վաճառում էին 90-ական թվականների սկզբներին ակադեմիկի, դոկտորի եւ տարբեր բուհերի դիպլոմներ։ Ես կարծում եմ, երևի Հայաստանի անվտանգության ծառայությունը կհետաքրքրվի Յուրի Յուրևիչի փաստաթղթերով, թե ինչ փաստաթղթերով է նա այսպես հայտարարություններ անում ակադեմիկի, կիբեռնետիկի, իրավաբանի եւ այլն։ Դա թողնենք մի կողմ, որովհետեւ դա հույս չի ներշնչում, որ այդպիսի բան կլինի։ Եվ կարծում եմ ինքներդ կարող եք ժամանակ չծախսեմ այս ամենի վրա, որովհետեւ նաեւ այստեղ ասում է торговая контора, компания «Золотая гвоздь», ինքը известна на алкогольном рынке России как оптовая компания, готовая предложить высококачественные напитки с уникальным позиционированием. В 2006 году «Золотая гвоздь» подписала эксклюзивный договор сроком на 5 лет с предприятием ВАН 777 на поставку армянского коньяка «Арнак» на территорию Российской Федерации. Այսպիսի բաներ։ Ուրեմն այստեղ գրված է նաև, որ նա ռեկտոր էլ է եղել։ Ռեկտորների ցանկի մեջ ինչ որ ինստիտուտի ռեկտոր է դա եղել։ Շատ հետաքրքիր, շատ բովանդակալից կենսագրություն ունի մեր հարգարժան կեղծարարը, որը երբեմն թաքնվում է անպագորգոր, ինչպես ասեց Արա Հովհաննիսյանը, բառերի տակ։ Մենք վերադառնանք մեր թողած այն տեղը, որտեղ կարդում էի, շարունակեմ, սա թե 8-րդ մասն էր, եթե չեմ սխալվում, նախ ներողություն գտնելու համար, այո, այստեղ։ Ուրեմն գլուխ 8-րդ, Աստվածների վերջին ճակատագիրը, հիշեցնում եմ, որ կարդում եմ Արարատյան լեռների գաղթիկը Յուրի Սարգսյանի, Յուրի Յուրևիչ, ասենք, այդքան պաշտոն ունի, էլ ակադեմիկա, էլ կիբեռնետիկ, կոնյակի մեծաքանակ առևտրական տան, մեդալներ ունի տեսակ, հետո տեսակ էլի ինչ-որ, Յուրի Յուրևիչը, ուրեմն Յուրի Յուրևիչի ռուսերեն գիրքը, որը թարգմանել է Արա Հովհաննիսյանը, հասանք 8-րդ գլխին, որի վերնագիրն Աստվածների վերջին ճակատամարտը։ Ես կարդում եմ Արա Հովհաննիսյանի մեկնությունը։ Ինչպես տեսնում ենք, հեղինակը մեծագույն վարպետ է, ինչպես ընդհանուր, այդպես էլ առանձին գլուխների, վերնագրերի հորինման մեջ եւ կարողանում է միայն ինտրիգային վերնագրերով եւ հնագույն պատկերներով հետաքրքրություն առաջացնել իր այս անիմաստ, անհամակարգ ըզնից ավելացնեմ ջհուդական անհամ քարոզի տարածման գործում։ Ես մինակ անհամ բառ ավելացրեցի։ Ընդհանրապես ամբողջ գրքում հեղինակը քննարկում է մոլորակի հնագույն պատմությունը, որը սկսվում է հայկական լեռնաշխարհից, բայց լռելով այդ լեռնաշխարհի հիմնական բնակիչների հայերի մասին երբեմն մատ է թափ տալիս հայերի վրա, որ ձեր պատմությունը սկսում է ընդամենը մեր թվարկությունից առաջ 1000-ամյակին, առաջի 1000-ամյակից, 246։ Այստեղ էլ հանկարծ մեջ բերում է անում շումերական միացանագրությունից, որ շումերական հողից ծնվում է ցորեն եւ գարի, եւ անմիջապես գրում է մի խիստ թունավոր արտահայտություն, իսկ որոշ մարդիկ մինչև այսօր որոնում են հացահատիկային կուլտուրաների հայրենիքը, որտեղ պատահի 302 էջ,
մեր հայասեր հեղինակը ճակերտների մեջ հայասերը։ Իհարկե իր թունավոր նետը ուղղում է հայերիս, քանի որ գիտնականները վաղուց արդեն ապացուցել են, որ հացահատիկային կուլտուրաների հայրենիքը Հայաստանն է, պարզվում է, որ դա դուրս չի եկել հեղինակին, քանզի այստեղ ոչ մի կերպ հնարավոր չի լինում հարցը կապել ջհուդների հետ։ Իսկ որ ամենակարևորն է հեղինակի համար Հայաստանը համարվում է որտեղ պատահի Հայաստան։ Այնուհետև հեղինակը սկսում է ժամանակագրական էքսկուրս ամենահնագույն ժամանակներից 450,000 տարի մեր թվարկությունից առաջ։ Նիբերու մոլորակից եւ հասնելով մինչեւ 3000 տարի մեր թվարկությունից առաջ հեղինակը նշում է, որ այս ժամանակներում նահապետ Հայկը Բաբելոնից հեռացավ դեպի հայկական լեռնաշխարհ, իսկ այդ նույն ժամանակներում հայկական լեռնաշխարհից հեռացան Էնլիլ Աստծու կողմնակիցները, Աբրահամի նախահայրերը։ Էջ 314։ Այս անհետետ արտահայտությունը ընդգծված է եւ հեղինակ Արա Հովհաննիսյանը գրում է, որ այդ ես եմ ընդգծել։ Ըստ Յուրի Յուրևիչ Սարգսյանի ստացվում է, որ հայկական լեռնաշխարհը ավելի շուտ ջհուդների հայրենիքն է եղել, մինչև Հայկը Բաբելոնից շարժվել այնտեղ ապրել են, ասում է, տեսեք, Էլիլ Աստծու կողմնակիցները Աբրահամի նախահայրերը, արդեն հայերը բռնվան, հայկական լեռնաշխարհը Հայկն է եկել Բաբելոնից, ասում է, այս կեղծարարը, այս Յուրի Յուրովիչ կագեբեշնիկը, ասում է, փաստում է էլի մարդը, հիմա դե գնա քեզ ճղի, որ ասես Հայաստանը հայերի հայրենիքն է, ասում է եկել զավթել եք, Հայկը եկել է, դրա վախից Էնլիլ Աստծու կողմնակիցները Աբրահամի նախահայրերը հեռացել են երկրի, էսի երկրորդ արդեն հարվածն է, ավելի հեռահար։ Ըստ Յուրի Սարգսյանի ստացվում որ հայկական լեռնաշխարհը ավելի շուտ ջհուդների հայրենիքն է, քան հայերի։ Ուղղակի մի փոքրիկ խնդիր ամենայն դեպս ունի մեր գաղտնաբանը։ Նա երևի արդեն մոռացել է, որ Աբրահամը հենց իրենց ջհուդների կարծիքով ապրել է մոտ 1800 թվականներին մեր թվարկությունից առաջ, էջ 23, իսկ հա Հայկը թվագրվում է մոտ 2500 տարի մեր թվարկությունից առաջ։ Հա դու ապացուցի, ասեցինք, 700 տարի տարբերություն ատալ։ Այդ կագեբեշնիկին կարած դու խոսք հասկացնես, արդեն 300 հատ գիրքը հրատարակել է ռուսերեն, գտնվում է ադրբեջանական պատմագրերի մոտ եւ հրեական, ուսումնասիրում են, ոչ թե ուսումնասիրում են, արդեն այդտեղ ցիտատներ կբերեն, որ հայ գիտնական Յուրի Յուրևիչ Սարգսյանը համարյա Հայաստանի Հանրապետության նախագահի հորեղբոր տղան։ Արդեն պարզավոր Սարգսյանը այդ անձեռնամխելի է։ Հայտարարել է, որ Հայկ նահապետից գալուց առաջ Աբրահամի նախահայրերն են այդտեղ ապրել։ Ինչ եք ասում հիմա։ Մի հատ շարժվեք, տեսնենք, եւ արդեն կսկսվի տպել։ Այո, մեր թվարկությունից առաջ 6500 թվականին Աբրահամի նախահայրերը Էնլիլ Աստծու կողմնակիցները երկաթ են ձուլել Մեծամորի բլուրների վրա։ Դե գնա ու տակից դուրս արի։ Վերջացրեք։ Հիմա ես երևույթի դեմ պայքարել, սա գրած չի, ես ինձնից եմ ասում, դի գլխին գնանք, որտեղ չեմ նայում արդեն։ Եթե հանկարծ այս չարիքի դեմ դուրս չգա ամբողջ մտավորականությունը, կառավարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, Սփյուռքը, կուսակցությունները, այս մարդը հատուկ նշանակված է, որպիսի ռուսերեն ասենք, պրախոտտա մեր երկրի կործանմանը, փաստաթղթեր ստեղծեն մեր դեմ եւ հարձակվեն ամբողջ ճակատում, որտեղ մինչ այդ մեր վրա Ռիչարդ Հովհաննիսյանական ամերիկյան հայագետները հարձակվում էին
առաջի հազարամյակ Ուրարտու, որ հայերը եկել ուրարտացիներին ոչնչացրել են Մակեդոնիայից, հայերը քոչվորեն եկել են եւ գենոցիդ են արել, էս էին անում։ Հիմա էսի շարժեցին եւս ավելի հետ, էս Յուրի Յուրևիչի ձեռքով։ Գնում է արդեն դեպի 2500 թվականը մեր թվականը, երբ որ Հայկը նա եկե։ Հայկը եկել ասма Էնլիլ Աստծո կողմնակից են Աբրահամի նախահայրերը հեռացել են երկրից։ Հետո կիմանանք պատճառը ինչի են հեռացել։ Հիմա էս ծանոթացնում է, հետո կիմանանք։ Այս մարդուն պետքա դնել կոնյակի դատարկ տակառի մեջ ու Արարատից գլորել վիը։ Հետաքրքիր է ինչ ձայն դուրս կգա։ Սան ուրիշ բան չի պետք է։ Բայց կարելի է մի երկու շիշել հետը կոնյակ դնել, որ հոգեհարազատ միջավայրում։ Կարդանք։ Եվ ինչպես միշտ գլխի վերջին էջում հեղինակը մեջտեղ է հանում իր հայրենասիրություն ձևացնող հերթապահ արտահայտությունը։ Աչքի ընկնող խոշոր մեծատառերով Հայքի, Հայաստանի կամ Արարատյան լեռների մասին։ Գլուխ 9-րդ կոչվում է Արարչի երկիրը եւ ենթավեռնագիր Հայաստանի գլխավոր գաղտնիքը։ Դե իհարկե պետք է գրգռել ընթերցողի երևակայությունը, չէ որ բոլորն են ցանկանում գաղտնիքներ իմանալ, այն են գլխավոր գաղտնիքը։ Հեղինակը կարծես թե սկսում է Հայաստանի պատմությունից, անդրադառնում Մովսես Խորենացուն, հպանցիկ եւ վրացի պատմաբաններին հիմնավոր ցիտելով նույնիսկ ամբողջական էջեր։ Այնուհետև որպես հայրենասեր շակերտների մեջ հեղինակը բռունցքներն է թափարում Ադրբեջանի վրա, որոնք անպատկառորեն կեղծում են պատմությունը, հələ տեսեք ինչեր ա։ Նորից անդրադառնալով Խորենացուն, Հայկ ու Բելի պատմությանը հայտարարում է, քանի որ ըստ Ալիշանի Հայկի եւ Բելի կռիվը տեղի ունեցել 2492 թվին, մեր թվարկությունից առաջ օգոստոսի 11-ին, ուրեմն նա այդ թիվն էլ համարում է հայ ժողովրդի եւ Հայաստանի երկրի ծնունդը, էջ 351։ Սա իհարկե իսկական դաժանություն է մեր հայրենասեր հեղինակի կողմից, այսինքն եթե այդպես եք հաշվել, ուրեմն ավելի հնանալ չեք կարող հայեր, իսկապես որ շրջապատված ենք արդեն Հայկով ու Բելով, սա էլ արդեն հատուկ զադանյա ունի, ճեղքի հայերի պաշտպանությունը Հայկի կողմից։ Նշելով, որ Բիբլիայի թարգմանության ժամանակ Օրիոն համաստեղծությունը թարգմանվել է հայ կանունով, հին Եգիպտոսում այն անվանվել է աստղերի արքա, իսկ Շումերում երկնքի հավատարիմ հովիվ։ Հեղինակը հայտարարում է, որ այս գեղեցիկ համաստեղծությունը ջհուդները անվանում են կեսիլ, որը թարգմանվում է հիմար։ Էջ 353։ Իսկ թե ինչ է ուզում ասել սրանով հեղինակը, գնացեք մտածեք ինքներդ։ Նկարագրելով Հայկի երեքթևյան նետը, որ անցավ Բելի միջով, հեղինակը գալիս է այն եզրակացության, որ Հայկի եւ Բելի առասպելին չարժե պատմական երանգ տալ, էջ 357։ Բայց քանի որ այդ թեման շատ խորն է եւ հետաքրքիր, այդ մասին կարելի է խոսել պատմական, ազգագրական եւ այլ ասպեկտներով, եւ անմիջապես հայտարարում է. Հայկ աղեղնավոր էր եւ հայկական տրադիցիայով ներկայանում է որպես ստեղծարար, հայկական աշխարհի արարիչ, նոր ազգի նահապետ, էջ 357, նոր ազգի գաղափարը, տեսեք, նոր ազգի գաղափարը, հեղինակը գրքում արտահայտում է մի քանի անգամ, կարծես թե նշելով հայ էթնոսի առաջացման թույլատրելի տարիքը 2500 թիվ մեր թվարկությունից առաջ, հիշեք, նոր ազգի գաղափար, իսկ Աբրահամի հետնորդները հեռացան, չէ, հետնորդները, այդտեղ ձևավորված ազգ էին արդեն, այսպես է դնում ես հարցը։ Պետք է նշել, որ գրքի այս գլուխը երևի միակն է, որտեղ հեղինակը ամենաշատն է խոսում հայ ժողովրդի ծագման, կազմավորման մասին, տեղ-տեղ վերաշարադրելով Արման Ռևազյանի հոդվածները, սակայն առանց հղումների, գրքի վերջում գրագողել է ուրեմն։ Գրքի վերջում ներկայացված օգտագործած գրականության ցանկը, որտեղ նույնպես չկարողացա գտնել նշված հեղինակի անունը։ Ակադեմիկ, ռեկտոր, կագեբեշնիկ, կիբերնետիկ, գրպանահատ գրագող։
Գլուխ 10-րդ արիացիներ անհայտ կամ գաղտնի էթնոս լիշ վերնագրեր ա դնում անհայտ կամ գաղտնի էթնոս ասում հեղինակը մինչև վերջ հավատարիմ է մնում իր գաղտնաբանական ինտրիգային մարտավարությանը շարժելու ընթերցողի հետաքրքրությունը եւ հենց սկզբից փորձում է արիացիների նկատմամբ ատելություն առաջացնել ընթերցողի մոտ օգտագործելով իր ինտրիգային ողջ տաղանդը հեղինակը սկսում է 1900-ական թվականից, երբ առաջացան ռասաների մասին տեսությունը եւ առանձնացվեց արիական ռասան որպես բարձրագույն ռասա եւ այս տեսությունը զարգացում գտավ ֆաշիստական Գերմանիայում իրենց արիացի հայտարարած ֆաշիստները սկսեցին կոտորել ջհուդներին եւ նույնիսկ հոլոկոստ եւ գենոցիդ տերմինները հեղինակը փորձում է կապել արիացիների հետ, որ տեսեք, առաջին հոլոկոստը եւ գենոցիդը իրականացրել են արիացիները եւ արդեն ապացուցած համարելով արիացիների մասին հանցագործությունը, հեղինակը հայտարարում է, որ ինքը չի հասկանում, ինչպես կարելի է վերագրել արիացիներին վեհանձնություն եւ ազնվություն։ Հոլոկոստից հետո աննկատ անցնում է գենոցիդ հասկացողությանը, չէ որ հայերը ենթարկվել են գենոցիդի, եւ շատ լավ են պատկերացնում այդ Կարևոր չէ, որ հայկական գենոցիդը իրականացրել են ջհուդները, որոնք հայտնի են երիտթուրքերի անունով։ Կարևորը, որ իրենց արիացի հայտարարած ֆաշիստները իրագործեցին հոլոկոստը։ Իսկ դա նույն գենոցիդն է եւ սկսվում է հայկական գենոցիդի պատմությունը։ Իհարկե, օգտվելով ջհուդ Լեմկինի աշխատանքից, որը ըստ հեղինակի հասկանալով թե ինչ է գենոցիդը, նաեւ գենոցիդ տերմինի հեղինակն է, որոշում է դառնալ իրավաբան եւ պայքարել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված գենոցիդի ճանաչման համար։ Գեղեցիկը անմիջապես պարզվում է, հենց որ կարդում ենք հեղինակի հղումը Լեմկինից։ Կարդում եմ հղումը։ Թուրքիայում 1.200.000 հայ է ոչնչացել միայն այն միակ պատճառով, որ նրանք քրիստոնյա են։ Ընդգծումը Հովանեսյանինն է, Արա Հովանեսյանինն։ Էջ 372։ Պատկերացնում եք իրավաբան, որ փորձում է պաշտպանել մի ժողովրդի, շահը եւ ոչինչ չի հասկացել, թե ինչու են ոչնչացնում հայերին եւ ովքեր էին ոչնչացնում։ Հեղինակը շարունակում է հայկական գենոցիդի թեման անդրադառնալով նույնիսկ Սողոմոն Թեյլերյանի եւ հայրենասերների վրեժխնդրությանը եւ անցնում է նորից դեպի ֆաշիզմը, ակնհայտորեն հետապնդելով մի նպատակ ցուցադրել, ցույց տալ, թե ինչքան վատն են արիացիները, որոնք ոչ միայն վատն են, այլ նաեւ գաղտնի եւ անհայտ էթնոս են, բավականին թույն ներարկելով ընթերցողի մեջ արիացիների նկատմամբ, հեղինակը սկսում է պատմական էքսկուրսներ արիական միֆի առաջացման, արիացիների նախահայրենիքի տեղադրությունը պարզաբանելու համար։ Այստեղ մենք համաձայն չենք Արա Հովանեսյանի հետ, որտեղ ասում է բավականին թույն ներարկելով ընթերցողի մեջ արիացիների նկատմամբ։ Հա, չէ որ սա կարդում են ադրբեջանցիները եւ ջհուդները, այս գրած գրքերը։ Եթե գրել են, որ թույն ներարկեն ընթերցողները նրանք են արիացիների նկատմամբ, ոչ թե հայերի մեջ արիացիների, այլ նրանք են թույն ընդունում, որ ապացուցեն, որ հայերը արիացի լինելով խոջալու սարքեցին։ Դու հա գնա քեզ ճղի, ասա որ բա Սումգայիթ եք սարքել, ամբողջ հայությունը Բաքվում ամբողջ աշխարհի առաջ կոտորեցիք, ջարդեցիք, փախցրիք։ Եվ այդ բոլորը հեչ չէ։ Տեսեք, ինչ վտանգավոր անձնավորության հետ գործ ունենք իդեմս Յուրի Յուրևիչի։ Եվ բավականին անհանգստացած է Հովանեսյանը, որ այս բոլորը գրում է։ Որովհետև անտանելի բաներ է գրում սա։ Այս բոլորը կլացնելուց հետո, տեսեք, տալիս է նյութը հակառակորդին, որոնք օր ու գիշեր պայքարում են եւ ակադեմիական պատմագրական այդտեղ նաեւ ռազմաճակատում արիացիների նկատմամբ այս բոլորը անելուց հետո
ինքը շարունակում է իր գործը, բայց շատ խորամանկորեն, որովհետև տեղ-տեղ մեկ է տեսնում եք այնպես անկապ մի բաներ է ասում, բայց բռնել է Հովհաննեսյանը, որ չհավատաք դրա հետ մեծ տառերով գրված է։ Հեղինակը, խոսքը Յուրի Յուրևիչի մասն է Սարգսյան, սկսում է պատմական էքսկուրսիաներ արիական միֆի առաջացման, արիացիների նախահայրենիքի տեղադրությունը պարզաբանելու համար, եւ այստեղ հեղինակը չգիտես ինչու անցնում է Անգլիայի առաջին բնակիչներին, բրիտներին։ Սկսում է կուրծքը ծեծել, որ բրիտները եկել են Հայաստանից, իսկ անգլիացիները դա կեղծում են։ Սա իհարկե զարմանալի է, որովհետև այնքան մանրամասն ու հետևողական հեղինակը անդրադառնում է միայն Աբ รา համի եւ ջհուդների հետ կապված ամենաչնչին հարցերի։ Պարզվում է, որ այդ մասին արդեն բարձրաձայնել են Արման Ռևազյանը եւ Վաչագան Վահրադյանը, որոնց ուսումնասիրություններում մանրամասնորեն տեղեկացվում է բրիտանական կղզիների առաջին բնակիչները բրիտների մասին եւ կատարված կեղծիքի մասին։ Եվ ինչու նորից չվերաշարադրել այս պատմությունը, իհարկե առանց համապատասխան հղումների, եւ մի քանի միավոր չհավաքել հայ ընթերցողի մոտ։ Շփոթված ես եկել, հայ ընթերցող չկա, այդ միակ դու ես կարդացել Հովհաննեսյան, Արա Հովհաննեսյան, լավա որ կարդացել ես, թարգմանել ես հիմա հայերեն գրում ես, թե չէ ոչ ոք չէր իմանա հայերի մեջ, որ ռուսերեն գիրք հրատարակված թշնամու համար, այդ առումով հրաշալի գործ ես կատարել։ Այնուհետև հեղինակը անդրադառնում է բասկերին, բավարացիներին, եւ ըստ երևույթին հասկանալու որ շատ է շեղվում վերնշված վերնագրերից, հեղինակը սկսում է արիացիների ծագման տեսությունների երկար ու անիմաստ քննարկումը, վերջում վերադառնում է Արատտային եւ կարծես թե հաշտվում այն մտքեր, որ Արատտան է արիացիների կենտրոնը եւ անմիջապես հիշում է իր նախորդ փայլուն հայտնագործությունը։ Ախր Աբ รา համն էլ էր Արատտայից։ Հետո հեղինակը հարցնում է. իսկ ովքեր էին արիները, որտեղից էին նրանք եւ ինչ առաքելություն ունեն, ինքն էլ պատասխանում է, որ նրանք կարծես անհայրենիք գաղտնի դեսանտ են, եւ չգիտես ինչու հեղինակը ուրախ է, որ արիների հայրենիքը դարձել է հայկական լեռնաշխարհը, որտեղ էլ նրանք առաջացել են երկարատև ժամանակներում տարբեր ծագման ազգակից ցեղերից, սովորաբար հակառակն է լինում։ Հեղինակը գալիս է վերջնական եզրակացության, նախ նա բարեհոգորեն համաձայնում է, որ հնդեվրոպացիները կամ արիները ունեն հայրենիք եւ անմիջապես նշում որ նրանք ծագել են Արատտայում, հեռացել են եւ հետո վերադարձել են Արատտա եւ խառնվել այդ ենթակացայում, բայց հենց Արարատյան լեռներում են արիացիները ձևավորվել որպես ցեղ կամ ազգ, S422, սա ամենափայլուն ճակերտավոր եւ լպրծուն առաջ ճակերտի ձևակերպում է արիացիների ծագման մասին, որը չի տեղավորվում եւ ոչ մի տրամաբանության մեջ։ Գրքի վերջում հեղինակը հանդես է գալիս մենախոսությամբ, որը վերնագրել է հայ աստվածը մեզ պահապան, որը կարծես թե ամփոփումն է սույն գրքի։ Հիմա հարգելի հեռուստադիտողներ, հասկացաք ինչ է նշանակում այս բառերը բարձրաձայնել, ինչ-որ ձևականություններ անել, Նժդեհի անուններ տալ, հայասիրության մասին խոսել, տակից ուրիշ գործ անել։ Այս ամբողջը դուք պետք է անմիջապես մարդու վարքից հասկանաք, որ այդ քաղցրը բառերը, որ ասում է, ինչ որ գովում, այս կողմ, մեն կողմ մի բաներ անում, սրա տակը մի բան կա։ Ուրեմն հայ աստվածը մեծ պահապան կարծես թե ամփոփում է այս սույն գիրքը։ Տեսեք ինչ արել։ Հայ աստվածը, բայց հայ աստծո մասին ոչ մի խոսք չկա։ Մարդ է խաբում։ Բայց այդ խաբկանքի մեջ ինքը թշնամուն մեծ կտորներով տալիս է այն շինանյութը, որի վրա իրանք պիտի նստեն եւ կառուցեն իրենց կեղծ պատմագրական տեղյակները։ Վերջի էջում իշես բոլոր գլուխների վերջում հեղինակը մեջտեղ է հանում իր հայրենասիրությունը ձևացնող հերթապակ կեղծ արտահայտությունը, այս անգամ գերազանցելով նույնիսկ ինքն իրեն։ Ես եմ, հայ եմ, հպարտ եմ, մեծ տառերով ա գրում։ Ուշադիր ընթերցելով ամփոփումը ես նույնպես եկա այն համոզման,
գրում է Հովհաննեսյանը, որ մենք գործ ունենք հատուկ պատվերով գրված մի մոլորեցնող գրքի հետ, որի առանձին հատվածների վերջում արված գրեթե բոլոր հայ հայրենասիրության գրառումները խոշոր տառերով, կեղծ ու մոլորեցնող, գիրքը ոչ մի կապ չունի հայերի ծագման և կազմավորման գիտական ուսումնասիրությունների հետ։ Այն հիմնականում վերաշարադրում կամ ուղղակի հղումներ են տարբեր պատմական աղբյուրներից, գլխավորապես Բիբլիայից և ջհուդա-եբրայական պատմաբաններից, իսկ երբեմն էլ հայագետներից, իհարկե չնշելով նրանց անունները։ Յուրի Սարգսյանի գրքի հիմնական նպատակն է հիմնավորել և ապացուցել, որ երբ ջհուդների նախահայրենիքը, իբր ջհուդների նախահայրենիքը հենց հայկական լեռնաշխարհն է, և հնագույն Արատան, որտեղ էլ իբր ծնվել է, իր ուղին է սկսել նրանց նախահայր Ասորի Աբրահամը։ Արա Հովհաննեսյան, բնաբան, հոկտեմբերի 10, հոկտեմբերի 4, 10-րդ ամիս։ Ներքևում տեղադրված է այն ելույթը, որ շռայլությամբ Հայաստանում գործող կենտրոնը, ասենք կենտրոնը, և էլի կան լիքը հեռուստաժամեր, բաներ, հաղորդումներ կան, որոնք բերում են, խոսացնում են, մասսայականացնում են, հիմարացնում են ամբողջ ժողովրդին, լսել են տալիս այս մարդու խոսակցությունները, ամբիոն են տեղադրում, և այսպես մեծատառերով մի քանի ես հայ եմ, ես հպարտ եմ, և ես ինչ ուզեմ կանեմ, այս արտահայտությունները անելով, լրիվ քանդում է հայկականության ներաշխարհը։ Տեսեք ինչ ավերիչ գործ է կատարել այս կիբեռնետիկ սպիրտավաճառը, արել է։ Հրատարակել արդեն հետ չես բերի, այդ գիրքը հրատարակվել է։ Այս նշանակում է, որ ինչքան վատ բաներ պիտի ասեմ։ Ես կարծում եմ Սարգսյան ազգանունը պաշտպանական շիթ է հանդիսացել, որ նախագահի անվան տակ այս գործողությունները սաղ տեղի ունեցել, որովհետև Սարգսյանը վարչապետը, Սարգսյանը, սաղ Սարգսյանն են, ով Սարգսյանը պաշտոն չունի, արտասահման է փախել, այսինքն հեռացել է հայրենիքից, մնացածը սաղ դրանց ձեռքն է Հայաստան։ Էս էլ այդ նույն պատմությունն է։ Եթե Սարգսյան չլեր, այս Քոչարյանը լեր, այս գիրքը չէր տպի, բայց Քոչարյանն ազգանունով մարդ էսի չէր անի։ Ճիշտ է, կամ մեկ ուրիշ ազգանունով չեն անի, բայց տեսեք Յուրի Յուրևիչ Սարգսյան անցել է բոլոր բարիերները, տրամադրվել է ազգային գրադարան իր սրահով, գրքաձոն են արել, գիտնականներ են եկել, նկարել են, հեռուստատեսությամբ ցուցադրել են, լրատվությունը բացել է, հակառակորդ ադրբեջանցիները նստել են, ասում են, վերջապես պարզեցինք, որ հայերը եկոր են, ինչ նշանակություն որ թվին են եկել, տեղաբնակ չեն, որպես մարդատեսակ ձևակերպվել են այլ տեղում, ինչպես մենք և օսմանցիներ, էլ մեզ չասեք Ալթայից եք եկել, բա դուք որտեղից եք եկել, և այստեղ ամեն ինչ խառնվելու է իրար, ուրեմն այս գործը փակվում է, ոչ ոքի 0-0 հաշվով կամ 1-1, ամեն ինչ սկսվում է նորից, Ղարաբաղը ումն է, նորից մտավ այս գործը, չխորացնեմ, դուք ինքներդ պիտի մտածեք, թե այս մարդը ինչ է արել և ինչ է անում, և ինչ, ասեք իշխանություն չկա, որ ասես այս մեկը դադախազ աղվան Հովսեփյանը, սրան դադի քաշի, որ այս սպիրտի հետ ինչի ես ջուր խառնում, կամ այս մի տեսակ սպիրտ ինչի ես սրա հետ խառնում, և ուր է քո առաքման փաստաթղթերը, չկա տես բան, Օսկանյանին, որը դրսից նվիրատվություն է ստանում, ուր է ասում, փողը տնչի ես դու ծախսե, ոչ Հայաստանի փողն է, ոչ աղվանի փողն է, ամբողջ աշխարհին ամերիկյան դոլարները գալիս են, դրամաշնորհների միջոցով, ամբողջ
հեռուստատեսությունը Հայաստանի, լրատվությունը դրամաշնորհների միջոցով Սորոս, Մորոս եւ այլն ու հանկած այս բանն է բռնացել է։ Իհարկե Աղվան Հոսեփյանը երբեք չի վերցնի թիրախ Յուրի Յուրևիչի գործունեությունը, ոչ էլ ազգային անվտանգության ծառայությունը կկանչի հարցաքննության։ Տեսնենք հələ հարկերդ վճարել ես, սպիրտի լայսենս ունես, որ մեծաքանակ առնում ես, հետո ինչ ես անում, հետո Ռուսաստան ես ուղարկում։ Ռուսաստանն էլ օրենք է հանե, որ սպիրտ չի ներմուծելու ուրիշ երկրներից։ Այդպիսի խիստ օրենք է հանե, որ ժողովրդի մուխը մարվել է Ռուսաստանի։ Բացի նրանից, տեսեք, որ գործի բնույթը անբարոյական է, գործնեությունն էլ անբարոյական է մարդու։ Ամեն ինչը։ Եվ սրա նկատմամբ պետությունը զրո ուշադրություն։ Սրան էլ հո չի բռնի, ասի դուրս գնա Հայաստանից, դա միացի Վարպետյանին, չնայած շատ մոտ են սրանց գործողությունները, Վարպետյանն էլ էր էի գաղտնիքներով ինչ-որ բաներ խոսում, և ինչ-որ թափանցել հնեաբանության մեջ, բայց էսի թիկունքից կտրեց, նա 12,000 տարին էր առաջ տանում, ուրեմն մի հատ էլ Ղազղ կա 12,000 տարիի վրա կտրելու, որ ինչ 12,000 տարի, ես ասում էի 12,000 տարի հայեր այստեղ են ապրել, արիացիները, բանից պարզում ազից խելոք մարդ կա, վաղը կհայտարարի Վարպետյանը, որովհետև մինչև այսօր ձայն չի հանել, որ ինչ ես խոսում այլ Յուրի Յուրևիչ, ուրեմն ինքը ասում է, ես մարդկության տեսակ եմ գտե 12,000 տարի հայկական բնաշխարհում, Յուրի Յուրևիչն էլ ասում է, դրանք Աբրահամի հետևորդներն են, 2500 մեր թվարկությունից առաջ հայկը նետով եկել է Բելին սպանել է, տե մտե, չէ, դե գնացեք հայ պատմաբաններ, ակադեմիա, տո գնացեք, գլուխները տվեք, ես քարին են քարի, տեսեք ես 300 էջան, 300 գիրքը, որը հրատարակվել է, և 150 գիրքը, որ հրատարակել է Վարպետյանը, դրա տակից կարակ դուրս գաք, հələ գնացեք և փորձեք դուրս գալ, ոչ գիրքը կօգնի, ոչ էլ, որովհետև Ռասելն ու Ռիչարդ Հովհաննեսյաններն էլ ապացուցել են արանքներում ուրարտացիներին, կեղծարար մեր հայ պատմիչներին, ընդհանրապես հայ էթնոսի խառնվածության տարածքաշրջանում, դե գնացեք ու ասում եմ, որտեղ ձերը կասեք, այնտեղ էլ մերը ասեք, այսպես է, թե այսպես չի, բանից դուրս է գալի, այդպես է, թե ինչ պիտի արվի, ես ռեցեպտ չունեմ ճիշտ ասած, Արա Հովհաննեսյանը նկարագրեց, ես կարդացի, ես էլ իմ եղն ու կարակը քսեցի վրեն, ոնց որ պատկերացնեմ, հայտարարեցի, որ այս մարդը Ռիչարդ Հովհաննեսյանից վտանգավոր է, Ռաֆի Հովհաննեսյանից վտանգավոր է այս մարդը, որովհետև Ռաֆի Հովհաննեսյանի երեսից երևում է, որ Ռիչարդ Հովհաննեսյանի տղան է, այդքան բան, սա անհասկանալի է, տեսեք, կիբերնետիկ, կագեբեշնիկ, ակադեմիկ, հետո ռեկտոր, մեդալներ ունի տեսակ, միջազգային ինչ-որ կապերի, շատ տխուր վիճակ է, այս մարդու նկատմամբ հատուկ պետք է ուշադրություն դարձվի, որ վերահսկողության տակ և հերքվի այս գիրքը, և հավաքվի այս գիրքը, ասվի, որ այս մարդը նախ փաստաթղթերը ստուգվի, բոլորը տեղին են, թե չէ, դատախազությունը գա, վերջապես մի օր մի լավ գործ անի, ու ժողովրդին բացել ասեն, ով է այս մարդը, ինչ է խոսում, ինչի համար է խոսում, Արա Հովհաննեսյանը մեկ-մեկ ցույց է տալիս, հայրենիքի կորուստ է էսի նախատեսում, փափուկ բամբակի եղանակով, ու բաժակն էլ արդեն ունի, հոգեհանգստի բաժակը, լցրել է իրա կոնյակով, լավ հիշեք սրա դեմքը, հետաքրքիր է, սրա կողակիցը ով է, երեխաներ ունի, կինը հայ է, այս կինը ինչ է մտածում իր ամուսնու մասին, կաներցակ, փեսախ, խնամի, ինչ են մտածում սրա մասին, թե արդեն այնքան փող է վաստակել, որ սրանց բերանն էլ է փակել,
բայց սա ժողովրդի բերանը չես փակի, մենք բացում ենք բոլորի բերանը եւ ասում ենք ճանաչիր քո ոչ հարազատներին։ Բոլոր դեպքերում ես հաղորդումը վերջացնում եմ, որովհետև մնացածը ձեր վրա է, բայց իր խոսակցության վրա, երբ որ նա խոսում է հեռուստատեսության, որը տեղադրված է լույս աշխարհում։ Տեսեք ինչպիսի կարծիքներ կան։ Մի երկուսը կկարդամ։ Հարգելի Յուրի Սարգսյան, Շարլ Պերոն, Անդերսենը, Գրիմ եղբայրները, Հոֆմանը հիանալի հեքիաթագիրներ են։ Դուք այդքան տաղանդ չունեք, ավելի լավ է մատուցող աշխատեք ազգագրական մթնոլորտ ապահովող ռեստորաններում։ Բագրատ Ավետիսյան 2 շաբաթ առաջ է գրել։ Լավ է չէ գրել։ Այսքան խոսացինք, 2 ժամ ծախսեցինք, իմանայինք սրա տեղը, մի անգամից էս կկարդայինք, իզուր այդ մարդուն մեջտեղ չէինք բերի, այդքան բաներ չէինք ասի, կասեինք մատուցողի մասնագիտությունն է քեզ պակաս ազգագրական մթնոլորտ ապահովող ռեստորաններում։ Մյուսը տեսնենք ինչա գրել Տիգրան Սարգսյան։ Պարոն Սարգսյան, սա Սարգսյան, Տիգրան Սարգսյան, վարչապետը չի երևում։ Պարոն Սարգսյան գրել է Տիգրան Սարգսյանը։ Իսկ Արման Ռևազյանի գրածներից օգտվելիս ինչու չեք նշել այդ մասին։ Չէ որ դա գողություն է, պլագիատ։ Ես էլ այդ հարցն բարձրացրել։ Այդ մասին Հովանեսյանն էլ էր ասում, Արա Հովանեսյանն էլ էր ասում, այս Արման Ռևազյանի մասին։ Այդ Արման Ռևազյանին մենք կգտնենք իհարկե եւ մոտիկից կծանոթանանք։ Եվ վերջապես անգլերեն տառերով է գրած Մույսը անգլերեն տառերով գրած է հուսով եմ դուք իրավաբանությունից ավելի շատ բան եք հասկանում, քան հայագիտությունից։ Սա էլ գրել է միստր Մարտունեցի 2 ամիս առաջ։ Եվ վերջապես անձնական հորինվածքին մեծ տեղ եք տվել։ Ոչ մի դրական հղում չկա այս մարդու վրա։ Խոսել է մի ժամ հեռուստատեսությամբ եւ ահա հղումները։ Կարծում եմ այս հաղորդումը շատ տեղին էր, զգուշացումը շատ ժամանակին, զգուշացեք կեղծիք է արտահայտությունը, որը ես կարդացի ձեզ, պատրաստեցի 2 հաղորդում, ուրեմն զգուշացեք կեղծիք է, դա գրված է, եւ լույս աշխարհը ես դա կարդացի եւ ինչպես հասկացա ընկալեցի Արա Հովանեսյանին, ես էլ ավելացրի ձեր զգուշացում։ Դուք մեծ խնդիր ունեք, հարգելի հայ ժողովուրդ, մանավանդ հայաստանցիներ, պիտի հայտնաբերեք գյանաներին, գյանա գիտեք ինչ են, շների վրա ակաշկերին, ակաշներին, որ դիզերը մտնում են ուռում, դրանց ցավոտ է պոկելը, որ պոկում եք, պիտի զգուշ պոկեք, չանչերը չմնա ձեր մսի մեջ մեր կառաջացնի, ամբողջ Հայաստանը լիքն են սրանցով, չգիտեմ ինչ պիտի արվի, միգուցե մի այռազոլ հնարվի, փչվի, որ սաղ թափեն մի անգամից, բայց չէ, ամենաճիշտը ձեր զգացողությունն է, մարդը խոսում է, լավ բաներ է ասում, մեկ է հոպ միտեղ պիտի բռնեք, անպայման, տակից ինչ-որ բան է ծախում, այդ որ խոսում է ձեր ուշադրությունն է թմրացնում, խավարացնում է, հետո ուրիշ բան է ասում, որը արդեն մի այսքան ճիշտ բան է ասում, թույնը դնում է արանքը, բայց այդ թույնը մեզ համար գոնել էր մենակ, այդ թույնը ուրիշները վերցնում են եւ տեխնոլոգիայով մեծ քանակությամբ սկսում են արտադրել մեր դեմ։ Սրանով ավարտենք այսօրվա հաղորդումը։ Ստեսություն տես մինչև նոր հանդիպում։